Ոչ մեկը Գուգո ջան, այդ ջուրը սրճության պես բանի, հա։ Ոչ մեկ ջուր չունի, չէ՞։ Չկա, բայց այդ ջուրը Որ կանգնեք Երևան։ Հասկանանք երբ սկսենք երկել, հենց լավ կրնենք։ Ասել էլի։ Ես էր, Կամ ինքն էր։ էլի ջան։ Անտարյո
Հանուն հոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն վասն սրբո բո աստվածածին դերընկալ զաչանս մեր եւ գեցոզ մեզ ընկալ դեր զաչանս մեր բարեխոսությամբ սրբո բո աստվածածին անարած նոյ միածնի որդվոքո Եվ աղաչանոք ամենայն սրբոց կոց, լուր մեզ դեր և օրմիար ներյա կավյա և տողոզ մեզ մեր, արժանավոր յակվոության պարավորել ես կեզն որդվո և սրբոքույթ, այժմ և միշտ և ավիդյանը սավդենից ամեն, խոստովանի մարաչի ասուզո և սրբովո ասվածազնի, և արաչի ամենայն սրբոց և արաչի ծեր, հար և եղբար զամենայն մեղ զորքոր ձյալեմ, կանզի մե ախորութով պանիվ և գործով, Եվ ամենայն մեոզ զորքոր ձեր մարդիկ, մեղա, աղաչեմս ես, խնդրեցեք վասնիմ հասուզոս սողություն։ Ամեն ազադեսեր և ես ձեզ մարդասերն ասված, և տողություն շնորեցի ամենայն անցանս էր, դասեր ժամանակաբաշխալել և կործերոս պարիս, ուղեսե և զարաչի գագյանս էր շնորոս սուրպոքույն, հզորն և օրմածն և նմապար կավիդյանս ամեն։ Իշյալ լիչի կարաչյան մակարին ասուզո մդից արաչի սանո ասուզո արասված, որ ուրախ արնես մարգությունիմ։ Ասկե որ ոչ է սուրպի մարդո մեղավորեն ենքավոր է պրգյազիս։ Արակյադերս լույս կո եվս ճշմարտություն կո, զե առաջնորդեսեն ինձ և անցեն զիս լիարն սուրպ և արգս կո։ Խոստովան եղեց կեզորնության բաստված աստվածի։ Պարկոր և որդվո և ոգվույն սրպո։ Այժմ երմիշտ և ավիդյանս ավիդենից ամեն և եվս խաթյանս դրաք եսու, որն եսու կզարդյան մերո Հիսուսի Քրիստոսի, որ արժանի արարժ մեզի գալդե ոչ պարապանության, և երկեզ երկս հոգևոր սամենագալ դրասված մեր գեցո և որմյա։ Յարգի սրպության և իդեղ ոչ պարապանության ռեշ տագած մնագարանիս և մարդկան կավարանիս։ Առաջի ասված ընգալ և բայզարացյալ սուրբ նշանացս և սուրբ սեղանույս, խոնարյալ երգոյև և երգիր բականեմ, զրաշալի և սուրբ զրաշալի և զաղթող դերություն կորնեմ կեպարավորեմ և կեզ մատուսանեմ զորնություն և սպարս, հոր և որդվո և ոգույն սրպո, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն։
Միար դակավորություն օր և որդվո և օգույն սրբով, այժմ և միշտ և ավետյանս ավետենից, ամեն։ Արաքյակ և վգայ Քրիստոսի Աստուծո, ամենագալող բույն զորությամբ ամենեսյան ընդհանուր հորդեկրություն գենած ոչելով, միասնական սուրբ եորդության հորդորեցին երկել պարես իհավիդյաս, ամեն, և ևս խաոտյանս դերաչեսուկ ընգալ գեցո և որմյա, օրնյա Օրնություն և պարկոր և որդվո և օգույն սրբով, այժմ և միշտ և ավետյանս ավետենից, ամեն, խաղաղություն, ամենեցում։ Կնինե պարկը տանասանելի, որովորմություն տանչապ և կտություն տամպավ, տոսարատ մարտասիրության կումնայա ժողովուրդս կո և դաջարս այսուր, և արանդ մեզ և ընտաղոտագիցս մեր արադաբեզ օրմություն կո և սկոտություն, Զիկես վայլ է պարկ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և ավետյանս ավետենից, ամեն։ Զիկո եկարություն և զորություն և պարկ ավետյանս, ամեն։ Եվ մարտասերս ասված կոլով, և կեզ վայլ է պարկ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և ավետյանս ավետենից, ամեն։ Գորընթացիներու երկրորդ թուղթեն ընթերցվածս։ Այս գսեմ իբր ամոթալի բան մցեզի համար, իբրև թե մենք մեզ դգար ցույց տված ենք։ Բայց այնինչով, որ անոնք կհամարցակին, ես հալ գխոսիմ իբրև ամմիդ, ես հալ կարող եմ համարցակիլ, եբրայացի են ես հալ, իսրայելացի են ես հալ, Աբրահամի զավակներն են ես հալ, Քրիստոսի բաստոնյաներն են, համարցակությամբ պիտի ասեն, ես անոնց մե ավելի եմ, եթե վաստակով անոնց մե ավելի, եթե ձեծով թեր ավելի, եթե փանդարգությամբ ավելի քան անոնք, հրյաներեն 5 անգամ ձեծ կերա, 40-ն մեկ հարված բագաս, 3 անգամ ցաղգվեցա, 1 անգամ կարգոցվեցա, 3 անգամ նավապեկություն ունեցա, ցերեգը և քիշերը անցկությամբ անցուցի անտունտներում մեջ, անթիվ են ուղևորություններս, վտանգներ քեդերեն, վտանգներ ավազատներեն,
վտանգներ հայրենագիցներես, վտանգներ հեթանոսներեն, վտանգներ քաղաքի մեջ, վտանգներ անաբադի մեջ, վտանգներ ծովեն, վտանգներ սուտ եղբայրներեն, վաստակ և հոգնություն գրեցի, հաջախագի հսկումներ, քաղց և ծարավ, բազմաթիվ ծոմեր, ցուրտ և մերգություն, թողունք մյուս նեղությունները, խուժանը, որ շարունակ շուրջս կգուտակվեր, բոլոր եկեղեցիներուն հոգը, ով որ կդգարանա, ես չեմ դգարանար, ով որ կսայթակի, ես չեմ փրկիր։ Ալելույա, 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 գացուցեց նոսա իշխանս ընտամենայն երկիր, և հիշեցի անուն քո ընտամենայն ազգս ազգած, ալելույա օրդի։ Seconda lettera ai Corinzi. Tuttavia, in quello in cui qualcuno osa vantarsi, lo dico da stoltoso vantarmi anche io. Sono ebrei anche io, sono israeliti anche io, sono stirpi di Abramo anche io, sono ministri di Cristo e sto per dire una pazzia, io lo sono più di loro. Molto di più nelle fatiche, molto di più nella prigione, infinitamente di più nelle percosse e spesso in pericolo di morte. 5 volte dai giudei ho ricevuto 40 colpi meno 1. 3 volte sono stato battuto con le verghe, 1 volta sono stato lapidato, 3 volte ho fatto naufragio, ho trascorso un giorno e una notte in balia delle onde. Viaggi innumerevoli, pericoli di fiumi, pericoli di briganti, pericoli di miei connazionali, pericoli dai pagani, pericoli nella città, pericoli nel deserto, pericoli sul mare, pericoli nei parti dei falsi fratelli, disagi e fatiche, velie senza numero, fame e sete, frequenti digiuno, freddo in unità. Oltre a tutto questo, il mio asilo quotidiano, la preoccupazione per tutte le chiese. Chi è debole? Chi anche io non lo sia? Chi riceve scandalo che io non ne frema? Alleluia orti. Երգոազության պլվարու Սրբով դարանիս Իսուսի Քրիստոսի որս Մատեոսի Դերն մեր Իսուս Քրիստոս ասե բազմությունները տեսնելով Հիսուս փասրացավ լեր եւ նստավ իսկ աշակերտները հավաքվեցան շուրջը խոսք առնելով գսորվեց նրանոնց եւ գսեր Երանի հոգիով աղքատներուն, որովհետև անոնց է երկինքի արկայությունը, Երանի հեզերուն, որովհետև անոնք պիտի ժառանգեն երկիրը, Երանի սգավորներուն, որովհետև անոնք պիտի մխիթարվին, Երանի անոնց, որ կախն ու ծարավն ունին արտարության, որովհետև անոնք պիտի հագենան,
Երանի ողորմածներուն, որովհետև անոնք ողորմություն պիտի գտնեն։ Երանի անոնց, որ սրտով սուրբ են, որովհետև Աստված պիտի տեսնեն։ Երանի խաղարարներուն, որովհետև անոնք Աստուծո որդիներ պիտի գոչվին։ Երանի անոնց, որ արդարության համար կհալածվին, որովհետև անոնց է երկինքի արքայությունը։ Երանի ցեզի, երբ ցեզ նախատեն, երբ ցեզ հալածեն, կամ զրբարտեն ամեն տեսակ չարախոսություններով, իմ պատճառովը սնձացեք և ուրախացեք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ պիտի ըլլա երկինքի մեջ։ Այսպես հալածվեցան ձեր նախորդները, մարգարեները։ Dal Vangelo del nostro Signore Gesù Cristo secondo Matteo. Vedendo le folle, Gesù salì sul monte, si pose a sedere e si avvicinarono a lui i suoi discepoli. Si mise a parlare e insegnava loro dicendo: Beati i poveri in spirito, perché di essi è il regno dei cieli. Beati quelli che sono nel pianto, perché saranno consolati. Beati i miti, perché avranno in eredità la terra. Beati quelli che hanno fame e sete della giustizia, perché saranno saziati. Beati i misericordiosi, perché troveranno misericordia. Beati i puri di cuore, perché vedranno Dio. Beati gli operatori di pace, perché saranno chiamati figli di Dio. Beati i perseguitati per la giustizia, perché di essi è il regno dei cieli. Beati voi quando vi insulteranno, vi perseguiteranno e mentendo diranno ogni sorta di male contro di voi per causa mia. Rallegratevi ed esultate, perché grande è la vostra ricompensa nei cieli. Così infatti perseguitarono i profeti che furono prima di voi. Parola del Signore. Անունոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, նախ եւ առաջ շնորհակալություն պիտի հայտնեմ ցեզի բոլորիդ, որ մասնակցեցաք մեզի հետ այս սրբարար արարողություններուն պատվելու համար մեր 20-րդ տարու առաջին սուրբը, Սուրբ Իգնատիոս Մալոյանը։ Գարջ պիտի լինեմ իմ այս կարոզի ընթացքին, առնելով միայն այդ բնապանը, որ Մալոյան Սուրբը որդեգրեց իր կյանքին վերջին բահերուն։ Սելով, որ մենք գմերնինք, բայց Քրիստոսի համար գմերնինք։ Եվ Քրիստոսի համար մեռնելու պետք է բոլոր այդ առաքինությունները եւ հոգեվոր կյանքը ապրիլ ամբողջ կյանքին ընթացքին զայն
թափնեվսագով բագելու իր սրբության և վկայության և մահով։ Մեր գարկին գուկա, երբ մենք այս օրինակը առնենք մեր առօրյա կյանքին, մեր զոհողություններով, մեր խոնարհությամբ, մեր եղբայր սիրությամբ, մեր համագործակցությամբ, ընտանիքի մեջ, ընկերության մեջ և ամեն տեղ, ուր Աստծո խոսքը կարող ենք կարոզել և տալ։ Fratelli e sorelle in Cristo, quest'oggi non è solo una celebrazione o una risposta, sino della Chiesa al grido di un animo che ha amato Cristo fino al sangue. È il nostro sì collettivo davanti alla verità che la santità è possibile, che la fedeltà ha ancora volto e nome e che la croce non è sconfitta, ma trionfato. Siamo riuniti attorno all'altare oggi non per un atto formale, ma per una proclamazione di fede, che in San Ignazio Maloyan, vescovo martire, Dio si è manifestato con potenza e ci chiama oggi a non vivere una fede timida, ma una fede che parla, brucia, resiste e ama fino alla fine. Ecco l'esempio che noi dobbiamo prendere di questa proclamazione, di questa canonizzazione che il Santo Padre ci ha dato, ci ha regalato ad avere un santo nella Chiesa universale. Preghiamo sempre la sua intercessione per la nostra vita quotidiana. أيها الأخوة والأخوات في المسيح، نحن اليوم لسنا هنا لمجرد تذكر رجل من الماضي، بل لنتقدم لله الذي كتب صفحة خالدة من الإنجيل من خلال شهادة حية لأحد خدامه. هذه ليست مجرد احتفالية، بل هي جواب الكنيسة على صرخة نفس أحبت المسيح حتى الاستشهاد. هي جواب لقلوبنا وقبولنا للحقيقة إن القداسة ممكنة، وإن الأمانة لا تزال تملك وجها واسما، وإن الصليب ليس هزيمة بل انتصار. نحن مجتمعون حول هذا المذبح المقدس لا لتأدية واجب رسمي، بل لإعلان إيمان حي، فإن الله قد تجلى في شخص القديس إغناطيوس مالويان الأسقف الشهيد، وهو يدعونا اليوم إلى إيمان لا يعرف الخوف، إيمان يتكلم ويلتهب ويصمت ويحب حتى النهاية. نحن هنا لأن دماء الشهداء ليست صامتة، بل صوت يرن عبر الأجيال، وهذا الصوت اليوم يبلغنا يسائلنا ويدعونا إلى اتباعه. في إنجيل يوحنا يقول يسوع: ليس لأحد حب أعظم من هذا أن يبذل الإنسان نفسه عن أحبائه. هذه الكلمات التي جاهر بها يسوع قبل أن يواجه آلامه ليس مجرد إعلان للمحبة، بل هي نبوءة عن تضحيته، فهو ابن الله قد بذل حياته من أجل غفران خطايا البشرية جمعاء، وخاصة من أجلنا نحن
الذين آمنا بكلمته وبقوة صليبه الخلاصي، فلم يكن الموت نهاية بل بداية لخلاصنا. ففي ذلك البذل الكامل لذاته وجدنا نحن أيضا يقينا للحياة الأبدية والرجاء بأن نكون معه وفيه ومن أجله. وكما قال يسوع للص التائب المصلوب على يمينه: الحق أقول لك اليوم تكون معي في الفردوس، كذلك نحن أيضا في مسيرتنا الإيمانية يمكننا أن نكون واثقين أن أي تضحية تقدم من أجل محبة المسيح لن تضيع أبداً. وعلى هذا اليقين بالتحديد تأسست مسيرة القديس إغناطيوس مالويان الأسقف والراعي الصالح في الكنيسة الأرمنية الكاثوليكية، الذي خلال الاضطهادات الرهيبة ضد شعبنا اختار أن يتبع طريق معلمه حتى النهاية، مقدما حياته شهادة للحق والرجاء في المسيح. ففي اللحظة الحاسمة حين عرض عليه العالم أن ينكر إيمانه ليحيا، أجاب بشجاعة وثبات: نحن نموت ولكننا نموت من أجل المسيح. كلمات بسيطة لكنها مفعمة بالإيمان، كلمات تعطي معنى أعمق للشهادة المسيحية. إنها ليست نهاية مأساوية بل شهادة مضينة، طريق نحو القيامة، نحو الحياة الأبدية، حيث لا موت ولا حزن ولا صراخ ولا وجع بعد الآن، لأن الأمور الأولى قد مضت. القديس إغناطيوس مالويان عاش كلمات الإنجيل وحمل الصليب حتى الرمق الأخير، فحافظ على رعيته في الإيمان وتألم معهم ومن أجلهم، وبذل حياته ليشجعهم ويقويهم ويخلصهم. دمه المسفوك مثل دم معلمه، هو بذرة لمؤمنين جدد، وهو شهادة حية لكنيسة لا تموت لأنها تحيا بالمسيح. في زمننا هذا حيث يهان ويهمش الإيمان، نحن بحاجة إلى شهود مثل القديس إغناطيوس مالويان. فقداسته ليست مجرد اعتراف من الكنيسة، بل هي صوت يدعونا إلى العيش بصدق، دعوة إلى إيمان غير مريح، بل إيمان حي وشجاع قادر أن يصمد حتى في أحلك الأوقات. إغناطيوس مالويان ككثيرين من شهداء التاريخ الأرمني انتصر من دون أن يقاتل، انتصر لأنه شهد لحب أقوى من الكراهية ولرجاء أعظم من الخوف. فالإنسان المستعد أن يبذل حياته من أجل الحقيقة لا يمكن أن يهزم، لأن القلب حينما ينتمي إلى المسيح فلا الحرب ولا الاضطهادات ولا الموت يستطيعون أن ينزعوا منه حريته، حرية المحبة. ويا إخوتي وأخواتي، لنبتهج بالرب سوية. القداسة ليست امتيازا لقلة من الناس، بل هي دعوة موجهة إلى الجميع، لنا جميعا. اليوم لم يرفع القديس إغناطيوس مالويان إلى مصاف القديسين فحسب، بل أعطي لنا كعلامة ونور ورفيق في المسيرة. فلنسر نحن أيضا على خطى المسيح بقلب ثابت وإيمان نقي ومحبة متقدة، لأن كنيسة الشهداء هي كنيسة الأحياء، وفرح القديسين هو الوعد الذي ينتظرنا. فلنصلي من أجل الكنيسة الأرمنية الكاثوليكية والكنيسة الجامعة الرسولية لكي تجد
يجد من جديد الطريق الحقيقي الذي رسمه أجدادنا فتتزين بشجاعتهم وروحانيتهم وأمانتهم للمسيح. ولنصلي من أجل جميع المسيحيين المضطهدين في العالم وخاصة في الشرق الأوسط أين نعيش نحن، ولا سيما في الشرق وفي كل زاوية من هذا العالم أين الشعب المؤمن يتعذب من الحروب والأشواك الحياة. ولنطلب شفاعة القديس إغناطيوس مالويان وجميع الشهداء الذين تألموا من أجل إيمانهم وبقوا أمناء لدعوتهم وهويتهم المسيحية، لكي نستطيع نحن أيضا في حياتنا اليومية أن نملك القوة لنقول نحن نعيش للمسيح، وإن اقتضى الأمر نحن مستعدون أن نموت من أجله. آمين. Avadam kimi Աստված Իսկ մեկ պարավորեսուկ, որ առաջ կան Զավիդյանս ես գիր բականելով սրպո երոտության իմի ասվածության, հոր և որդվո և ոգվույն սրպո, այժմ եմ միշտ և Ավիդյանս ավդենից ամեն։ Mi voker achait, mi vokiter avadit, yev mi vagabashkarohat, yev anmakrit, mercesi asvadzain, horos.
Շնորհող եւ մարդասիրությամբ դիարը մերոյ եւ Պրչինիսի Քրիստոսի, ընդ որում քեզ հոր միանգամայն եւ ողբույց սրբով, վայել է պարկ իշխանություն եւ բադիվ, այժմ եւ միշտ եւ ավետյանս ավետենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Կարող հաղորդել Աստվածային խորհրդույս և արդրուն սեր ահոտեցեն։ Քրիստոսի ներսեր այդպես աղորեն Աստվածոց ոզմեց Եվ ընծերոպեսն և ընտկերոպեսը միացայն սրբացածության բորինել նվագ և ամարսագապես կոչելով աղեն ընտնոսին և ասել
մարմինիմ, որ վասն ծեր և բազմած պաշրի, եկավություն և իտողություն մեղած։ Արպեք ես ամանե ամենեկյան, այս է արյուն իմ նորոգդի, որակս ծեր և բազմած եղանի, իկավություն և իտողություն մեղած։ Եվս կույս եկոյոց ես կեզ մադոցանեմ կստամենայնի և ալակս ամենեցուն։ Որբեսի այցիս ամենեցում մեզ մերցեցելոցս, հանդատաբարդություն, իկավություն և իտողություն մեղած։ Ընդ որ մեզ այցարասես բարերարասված աղաչեմ։ ونذكر الآن خاصة وايدة الله مريم العذراء الدائمة البتولية والرسل الأطهار والشهداء الظافرين لا سيما مار غناطيوس مالويان الأسقف الشهيد جميع القديسين والقديسات لكيما يتشفعوا لنا نمجد الآب والابن والروح القدس هوشو بخلزبان والعلماء علمين آمين. اذكر يا رب وارحم وبارك جميع الأساقفة أصحاب الإيمان القويم الذين يبشروننا بكلمة الحق. اذكر يا رب وارحم وبارك شعبك الحاضر هنا والذين تقدموا قربان هذه الذبيحة وامنحهم كل ما يحتاجون إليه. اذكر يا رب
واشمل برحمتك وبركاتك المحسنين إلى كنيستك المقدسة والمسعفين للفقراء وكافئهم بمالهم في هذه الدنيا وفي حياة الأبد. اذكر يا رب وارحم وتعطف على أنفس موتانا وعلى جميع المتوفين بك وامنحهم الراحة والنور واجعلهم مع قديسيك في ملكوتك السماوي. واذكر يا رب أيضا هؤلاء الذين عاهدوا إلينا أن نذكرهم في صلواتنا الأحياء منهم والأموات، واقبل رغباتهم ورضانا وامنحهم إلى ما فيه خلاصهم وخلاصنا، وكافئنا جميعا بخيراتك المباركة والخالدة. طهر يا رب أفكارنا واجعلنا هياكل لائقة لقبول جسد ودم وحيدك سيدنا ومخلصنا يسوع المسيح، الذي معك أيها الآب القادر على كل شيء، ومع روحك القدوس المحيي والمخلص، يليق به المجد والسلطان والعزة الآن وكل أوان وإلى دهر الداهرين آمين. Եվ դուր մեզ ամարսագացայն պարպարով, պանալս պերանս մեր, գարտալս կեզ երնավորըտ հայր երկել և ասել. Քավիդյանս ամեն խաղաղություն ամենեցուն Քրիստոսի Հիսուսի դրամերով ընդ որում քեզ օգտվույս սրբո և հոր ամենագալի վայլեպարք իշխանություն և բադիվ այժմ և միշտ և ավետյանս ավետենից ամեն Ոսխում է ի սրբություն սրբոտ
Աստված ճշմարիտ Օրնյալ որդից Սուրբ Աստված ճշմարիտ Աստված ճշմարիտ Օրնություն և պարքոր և որդվո և ողմույն սրբով այժմ և միշտ և ավետյանս ավետենից ամեն Բադվագամ մարմնո և արենեդյան մերո և պրջին Իսուսի Քրիստոսի Ջաշագեսող սրպոտյան որիչյան ետնիս պաշխի միջի մերում Սայեգյան Արոտյոն, կամոտյոն և տաղոտյոն մերած Սամոս ասացեք դյան ասուծոմերով Սամոս ասացեք երնավոր տակավորիս մերով անմայի Որնստիգարս կերով բեագանս Զորնություն կամ ժողովություն և Օրնյալ է Աստված Քրիստոս պատանական
Zie
Amen.
Ագնայսը նոսիկ, որ գոնենես կեզ դեր, և սուրբ արնեզս ուսացյասի կեզ։ Գեցո ժողովուրդս քո և օրնյա ժառանգությունս քո, զլուրումն եկեց ոգոբայա սրբյասոսա, որ ոչ ունեցին սիրով զվայելչություն տանքո։ Դուս մեզ պարավորյաս վազային զորությամբ քով եմի տողուր զուսացյալ կսիկես։ Ցավություն քո բարգևյա մենայն աշխարհի, եկեցյաց կանայից տակավորած Քրիստոնեից, և զինվորյալ մանգանց նոցա և ամենայն ժողովրդյանս, զի ամենայն դուր պարիկ և ամենայն բարգև գդարյալ կիբերուստեն, իչյալ արիքեմ, որ ես հայլուսով, և կեզ վայլ է պարկ իշխանություն և բադիվ, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից, ամեն։ Քրիստոս ասված բրգիչ մեր, որ լծեր զամենայն հայրագամ դնորենությունս քո, լծո ևս մեզ ողբով ըտքով սրբով։ Սուրբ խաչիվս աչես ու կզդեր, զիսողա պրգեսես մեզ մեղած, և գեցուսեի շնորի որ մուտյան իրով, ամենագալ դերասված մեր գեցո և ողորմյա։ اذهبوا بسلام يا إخوتي وأحبائي مع الزاد والبركات التي نلتموها من مذبح الرب الغافر، ولتصحبكم بركة الثالوث الأقدس الآب والابن والروح القدس الإله الواحد، له المجد إلى الأبد آمين. Che so
Սիրելի է բադվական ավադացյալներ, հետ ունգընտրել է այդ բազմաչարչարը դուդուգով, խնդրվի ծեզմե, որբեսի դուրս կանք մայր դաջարեն, աչ կողմի տրնեն, ամիջապես լսել է այդ դուդուգը։ Dopo aver sentito il duduk, gentilmente siete pregati di uscire con fretta per liberare la chiesa dalla porta in fondo a destra. بعد الاستماع إلى دودوك يرجى منكم الخروج بسرعة لإخلاء الكنيسة من باب الموجود في آخر الكنيسة على اليمين وشكراً.